Լեհաստանում աշխարհաքաղաքական զարգացումների վերլուծությունները հենց այս կենտրոնում են գեներացվում, ամբողջացվում եւ այսօր չի շրջանցվում նաեւ հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, որոնք աշխարհաքաղաքական զարգացումների կարևոր մաս են կազմում։ Եվ Լեհաստանի միջազգային հարաբերությունների այս ինստիտուտում այդ մասին մանրամասնելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նախընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող այս գործընթացը գագաթնակետին հասավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, երբ ընդունվեց համատեղ հռչակագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի վերաբերյալ։ Այդ հռչակագրով ըստ Նիկոլ Փաշինյանի մեր երկրների միջև փաստացի հաստատվեց խաղաղություն։ Նրա դիտարկմամբ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, որի վրա հիմնված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը, ամրագրում է երկու հիմնարար, կարելի է ասել, պատմական նշանակության սկզբունք։ It is a document which was adopted by 11 former Soviet. Առաջին այդ հռչակագրի արդյունքում Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ խորհրդային հանրապետությունները դարձան անկախ պետություններ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական համագործակցության հաստատման սկզբնական համաձայնագրում հղում կա այդ փաստաթղթին։ Համաձայն համաձայնագրի առաջին հոդվածի Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև եղած սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ եւ ճանաչվել են միջազգային հանրության կողմից, ճանաչում եւ հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռմխելությունն ու քաղաքական անկախությունը։ Երկրորդ հոդվածը նույնպես չափազանց կարևոր է, առաջին հոդվածին լիովին համապատասխան։ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ ապագայում նման պահանջներ չեն ներկայացնի։ Սա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ճարտարապետությունը։ 2025 թվականը մեր անկախությունից ի վեր առաջին տարին էր, երբ սահմանային գոտում հայկական եւ ադրբեջանական զորքերի միջև կրակոցների հետևանքով զոհեր չեն եղել, ընդգծեց վարչապետը։ Տարածաշրջանում խաղաղությունը նա իրական է համարում, բայց եւ նշում, որ այն ձևավորման փուլում է։ Այդ խաղաղությունը մեզ համար անսովոր վիճակ է, ու այժմ փորձում ենք հասկանալ ինչպիսին է այն։ In a result of shootings between Սահմանին կրակոցներ չկան, լարվածություն չկա, ավելին մենք արդեն առևտուր ունենք Ադրբեջանի հետ, ներմուծում ենք որոշ ապրանքներ Ադրբեջանից, բացվել է նաև Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին եւ 1990-ականների սկզբից ի վեր առաջին անգամ գնացք է ժամանել Հայաստան-Ադրբեջանի տարածքով։ Այդ ժամանակից ի վեր գնացքներ են գալիս Ղազախստանից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից։ Խաղաղությունը կարելի է ասել կառուցման փուլում է, այն դեռ շատ երիտասարդ է եւ պահանջում է խնամք ու հետեւողական ջանքեր։ Խաղաղությունը չի կարելի պարզապես հայտարարել եւ թողնել առանց ամրապնդման, այն պետք է ինստիտուցիոնալացվի, հակառակ դեպքում կարող է վտանգվել։ Վարչապետը խոսել է նաև խաղաղության գործընթացի մեկնարկային կետից ու հաջորդած քայլերից։ Սկիզբը 2022 թվականին էր, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հրավերով հանդիպեց Ադրբեջանի նախագահի հետ եւ որոշեցին փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու քաղաքական անկախությունը, հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Հետո Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, Լեհաստանի եւ Եվրամիության աջակցությամբ, ապա նաեւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցումը։ process of establishment of Ընթացքի մեջ է նաև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ներդրումային նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այն կապահովի երկաթուղային կապեր, էներգետիկ ենթակառուցվածքներ, խողովակաշարեր, էլեկտրացանցեր եւ օպտիկա-մանրաթելային կապ։ Նախագիծը կբացի նոր ուղիներ արևելք-արևմուտք ուղղությամբ կապելով Եվրամիությունը կենտրոնական Ասիայի հետ։ Կարևոր սկզբունք է, որ բոլոր ենթակառուցվածքները գործելու են համապատասխան երկրների ինքնիշխանության, իրավազորության եւ տարածքային ամբողջականության ներքո փոխադարձության հիման վրա։ Բացի քաղաքական համաձայնություններից մենք հասկանում ենք, որ ընդհանուր տնտեսական շահերը կարող են ավելի ամուր հիմք դառնալ կայունության համար։ Փոխկախվածությունը հաճախ ավելի հուսալի գործոն է խաղաղության պահպանման հարցում։ Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ակնկալիքներին, հույս հայտնեց, որ կբացվի 1990-ականներից փակված սահմանը։
Մեր հարևաններ Վրաստանն ու Իրանը մշտապես աջակցել են խաղաղության գործընթացին, մենք հանդիպումներ ենք ունեցել թե Իրանում, թե Վրաստանում և կարծում եմ ամբողջ տարածաշրջանը զգում է խաղաղության օգուտը։ Պատմականորեն Հայաստանը և Ադրբեջանը միաժամանակ են ձեռք բերել և կորցրել անկախությունը 20-րդ դարի սկզբին, նաև 1990-ականների սկզբին Ալմաթայի հռչակագրի արդյունքում։ Սա հիմք է տալիս մտածելու, որ մեր պետականությունները կարող են հետաքրքրված լինել միմյանց գոյությամբ, ունենալ ընդհանուր շահեր, մարտահրավերներ և հնարավորություններ։ Մենք բոլորս Հարավային Կովկասը համարում ենք մեր տունը և պետք է հոգ տանենք դրա մասին։ Վստահ եմ, որ սկսված խաղաղության և կառուցողական գործընթացը անշրջելի է։ Լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հարցերը արտաքին քաղաքականից մինչև ներքաղաքական էին։ Մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին անդրադառնալով, որտեղ հյուրընկալվելու են Եվրոպայի ավելի քան 40 առաջնորդներ, Փաշինյանը նշեց. Սա կլինի Հայաստանի և Եվրոպական քաղաքական համայնքի միջև հարաբերությունների զարգացման և նոր փուլի մեկնարկի համարձակ արտահայտություն, նաև մի տեսակ ճանաչում Հայաստանի որպես ժողովրդավարական երկրի ձեռքբերումների։ Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերություններին ու տարածաշրջանում հնարավոր ճգնաժամին անդրադառնալով նկատեց Հայաստանը փոքր և համեստ երկիր է։ Մեր կարողությունների շրջանակում չէ դատել Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերությունների մասին։ Իհարկե, մենք մտահոգված ենք և միայն ցանկանում ենք, որ այս իրավիճակից դուրս գալու դիվանագիտական ճանապարհներ գտնվեն։ Այս շատ անկայուն իրավիճակում մենք ուրախ ենք, որ կարողացել ենք մեր տարածաշրջանում ստեղծել խաղաղություն և կայունություն։ Իհարկե, ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր մեզ համար մտահոգիչ է և հույս ունենք, որ մեր լայն տարածաշրջանում կայուն իրավիճակ կլինի։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող էական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, ուստի մեր գործն է պարզապես հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ իհարկե, եթե լինեն դրական ազդեցություն ունենալու հնարավորություններ, մենք կցանկանանք օգտվել դրանցից, սակայն ինչպես ասացի, մենք փոքր երկիր ենք և կարող ենք միայն միանալ խաղաղության և կայունության կոչերին։ Խորհրդարանի առաջիկա ընտրությանն անդրադառնալով կանխատեսումն այն է, որ քաղաքացիները վերահաստատելու են խաղաղություն հաստատելու և այս քաղաքականությունը շարունակելու իր գլխավորած ուժի նվիրվածությունը։ Իհարկե, ընտրությունները միշտ բարդ գործընթաց են, սակայն ես ունեմ ամուր քաղաքական համոզմունք, որ Հայաստանի ժողովուրդը կրկին կհաստատի մեր հավատարմությունը այս ռազմավարությանը և այն գաղափարախոսությանը, որը մենք անվանում ենք իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, Փաշինյանն ասաց, որ վերջին տարիներին էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Նախկինում սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության ներքո, այդ թվում մեր միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայություն կար։ Այժմ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը հայ սահմանապահներն են վերահսկում։ Մենք իհարկե շնորհակալ ենք Ռուսաստանին նախկինում ցուցաբերած աջակցության համար, որովհետև անկախության առաջին տարիներին չունեինք բավարար կարողություններ, սակայն այժմ զարգացնում ենք մեր սեփական կարողությունները։ Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազային, մենք չունենք այն փակելու որևէ ծրագիր կամ մտադրություն։ Մենք Ռուսաստանի հետ մնում ենք գործընկերներ, ունենալով ամուր տնտեսական և քաղաքական կապեր։ Թեև սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2022 թվականին տեղի ունեցած իրադարձությունների և անվտանգության մարտահրավերներին ոչ բավարար արձագանքի պատճառով, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են վերափոխման փուլում։ Մենք ձևավորում ենք նոր հարաբերություններ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, սակայն նպատակ ունենք զարգացնել այդ հարաբերությունները։ Վարչապետը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարությունը վճռորոշ էր Ադրբեջանի հետ հրադադարի հասնելու հարցում, թեև հետագայում ստորագրված փաստաթղթի որոշ մեկնաբանություններ տարաձայնությունների պատճառ դարձան, այնուամենայնիվս նրա այդ օրը Ռուսաստանի դերակատարությունը հրադադարի հաստատման գործում շատ կարևոր էր։ Իրնամ Կրչյան, Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր, Լեհաստան, Վարշավա։